Ռոբերտ Քոչարյանն իր հարցազրույցում ի թիվս այլ հարցերի խոսել է նաև կոռուպցիայից եւ ասել է, որ Նիկոլ Փաշինյանը ըստ էության Հայաստանի ամենահարուստ մարդն է եւ այնտեղ կասկածներ կան, որ այդ ամեն ինչը կոռուպցիոն ճանապարհով է եղել։ Դե կարծում եմ ինքը պետք է բժիշկի դիմի, եթե այդպես հայտարարություններ է անում, որովհետեւ Նիկոլ Փաշինյանը ամենաբաց երկրի ղեկավարն է երբևիցե Հայաստանի Հանրապետությունում եղած եւ Հայաստանի Հանրապետությունում բոլորը գիտեն թե ով է ամենահարուստ երկրի ղեկավարը եւ ում դեմ է այս պայդրությամբ $200 միլիոն, իսկ ես չեմ նայել այդ այսպես ասած ասուլիսը, որը ես ասուլիս չեմ համարում, հարցազրույցը ես չեմ նայել եւ պետք է ասեմ, որ ավելի լավ կներ ինքը խոսար այդ $200 միլիոն վերջը Ղարաբաղից էին բերել, Պապներ կտակե, Ալբանիայից էին ստացել որպես օգնություն, թե որտեղից է այդ $200 միլիոն, ել չեմ ասում մնացած ունեցվածքը, որը որ մենք դեռ գիտենք։ Հələ այսքանը գիտենք, հələ այսքանի հայց ներկայացվել է, հələ ինչքան բան է բացահայտվելու, թող դրա մասին խոսա։ Անպայման կնայեմ, չեմ կարծում, որ կկարողանա բացատրի, որովհետև այդ արդարանալուն միտված հարցազրույցը, որը ինքը տվել է, իրան չի փրկելու։ Հայաստանի Հանրապետությունում Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ վերաբերմունքը վաղուց ձևավորված է։ Նույնիսկ պատերազմից հետո շատ մարդիկ իր դեմքի ջղաձգումները հանրապետության հրապարակում տեսնելուց հետո որոշել են գնալ քվեարկության, որ հանկարծակի այդ օտարը Հայաստանի Հանրապետությունում այդ մարդասպանը, այդ կոռումպացված անձնավորությունը, որը Հայաստանի Հանրապետություն խոպան էր եկել իր թայֆայով, հանկարծակի իր թայֆայով, հանկարծ չվերադառնա Հայաստանի Հանրապետություն։ Օտարը ինքը իր մտածելակերպը, իր գործելավոճը հայ մարդուն օտար է եւ ինքը օտար է Հայաստանի Հանրապետությունում։ Ինքը հայ ժողովրդին վերաբերվել է որպես խոպանի տեղ, Հայաստանին վերաբերվել է որպես խոպանի տեղ, իրանք եկել են այստեղ փող աշխատելու, մարդ սպանելու, իրանք մարդասպաններ են։ Այո, ինչ անենք, տարբեր տեղերում Հիտլերն էլ շատ բան է ստացել, տոկոս է ստացել, բայց դա չի նշանակում, որ ինքը մարդասպան է։ Իսկ ինչի պետք է ինչ-որ մեկը տեսնի մեկին մարդ սպանելու ժամանակ, որպեսզի դուք Հիտլերին տեսել եք մարդ սպանելուց։ Տեսել եք։ Պատմական մի փաստեր։ Ես էլ ասում եմ, ես համարում եմ, որ Ռոբերտ Քոչարյանը մարդասպան է, իր ձեռքերը արյան մեջ են, ինքը թալանչի է, ինքը Հայաստանի Հանրապետությանը վերաբերվել է որպես խոպանի տեղ, ու հիմա էլ է տենց վերաբերվում։ Հարգելիս, գիտեք ինչ, այդ ով որ տենց բան է հիշացնում, ամենաստոր մարտավարությունն է բանանում վերցնում, որովհետև 3-4 ավտո առաջ դժբախտ պատահարը, մի բան է, երբ որ մեկին ասում ես տարեք սպանեք կամ խումբ ես ստեղծում կամ հրաման ես տալիս, հետո վեր ես կենում սուտ ես խոսում դրա մասին, ասում ես մարդիկ կրակում էին, թաքնվում էին, մարդ ես գնդակահարում Հայաստանի Հանրապետությունում եւ մի բան է, երբ որ ճանապարհատրանսպորտային պատահար է լինում եւ այդ աղջիկը, որ մեր համար շատ մեծ ցավ է, վախից այդ արագությունից, վախից չհասկանալով ինչ ակա հետ է վազում եւ 3 ավտո առաջ այդ համեմատությունը մի րոպե հանգարց չմտածես քեզ եմ ասում ես քեզ շատ մեծ հարգանքով եմ վերաբերվում ինչպես բոլորին բայց այդ մարդիկ ովքեր փորձում են այդ բանը շահարկել ստորեն եւ շատ վատ բան են անում քաղաքական դիվիդենդ շահելու համար տես բան են անում, համեմատելու բան, դա օրական ցավոք սրտի կա պատասխան, տես բան չկա, որ Հայաստանում շողիկ, Հայաստանի Հանրապետությունում չկա դեպք, որ պատասխանատվություն չկա, անկախ նրանից ինչ պաշտոնյաներ են, ինչ աստիճանի պաշտոնյաներ են, չկա տես դեպք, չկա ու չի լինելու։